Սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ մեծամասնությունը խեղաթյուրում է այն, ինչ ասում է ընդդիմությունը եւ փորձում է որակումներով արդարացնել իրենց ազգակործան գործունեությունը եւ հանրային միջոցների շատ դրվագներով ուղղակի վատնումը, հափշտակումը եւ փորձել խեղաթյուրելով ընդդիմության մոտեցումը փորձում են վերագրել բաներ, որոնք չեն ասվել։ Լսեք, շատ պարզ բան է, այս հայտարարագրման հիմքում նորից եմ կրկնում, հարկման պարտադրության սկզբունքն է, բայց դուք ելնում եք այս ամբիոնից եւ խեղաթյուրում եք ամեն ինչ։ Եվ երբ որ այստեղից հնչում է հստակ հարց, արձագանք, որ այնուամենայնիվ, եթե համակարգը պատրաստ չի, կասեցվի, ամբողջությամբ մշակվի, նոր ներդրվի, դուք վերափոխում եք հարցը եւ ասում եք, որ ոչ, տեսեք ընդդիմությունը չի ուզում ձեր սոցիալական վիճակը բարելավի, ինչ եք կեղծում, ինչ եք հրապարակային, հերթական անգամ ստում։ Ի վերջո, այդ սուտը իրականության մեջ բախվում է, չէ, ճշմարտության հետ։ Վաղը մյուս օրը, որ այդ մարդիկ ուշացեցին կամ չներկայացրեցին, հարցադրումը, որ քրեական պատասխանատվություն հասնում է, թե չէ, վաղը մյուս օրը գալու է, չէ, այդ իրավիճակը, երբ որ նախաքննական մարմինները կոնկրետ գործողություն ձեռնարկեն։ Ավելի լավ չէ՞ այս գլխից, հիմիկվանից ամբողջ համակարգը մշակվի, քաղաքացիներին բացատրվի կարևորությունը, անհրաժեշտությունը եւ ապագա զարգացումները, նոր դրվի համակարգ, այլ ոչ թե կիսատ պռատ ինչ որ հերթական գործողություններն արվի։ Ես ամբիոնից ուզում էի նաև երկու կարևոր հարցի վերաբերյալ խոսեի, առաջին այն, որ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին առաջ մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ, սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը եւ արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են։ Ես կարծում եմ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը։ Եվ առաջին հերթին քաղաքական այն մեծամասնությունը, որ այսօր որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից։ Հուսամ այդ քննարկումների ընթացքում գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը։ Եվ երկրորդ հարցը, որ ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է, այս օրերին մենք հերթական անգամ ականատես եղանք պատմության խեղաթյուրումների, պատմության ուրացումների, ազգային ազատագրական պայքարը հերթական անգամ, ինչպես սիրում են կրկնել, մոնետիզացնող վարքագծի, վիրավորանքների եւ ազգային ժողովի նիստերի նախագահողների կողմից քար լռության այդ ամեն ինչին, ու ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ամեն մի խոսք նաեւ պետք է բավարար հիմքեր ունենա հետագայում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու։ Սուտն ու կեղծիքը եւ մեր պատմությունը խեղաթյուրելը պայքարողին այսօր նսեմացնելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ հիշեք, պատգամավորի կարգավիճակից, իշխանական կարգավիճակից դուրս կյանք կա։ Այդ կյանքում պետք է դուրս գաք մարդկանց մեջ, պետք է մարդկանց հայացքներին նայեք եւ պետք է պատասխան տաք։